Երբ առաջի ռեկորդը սահմանեց, 2 ամիս հետո, մի ամիս հետո կարծեմ, գերազանցեցին իր ռեկորդը, բայց նա դրանով չբավարարվեց, պայքարից, որ նորից իր ռեկորդը նորից ինքը հետ բերի և իր տեսակն էր այդպիսին, որ չէր կարող ինքը իրան պարտված զգալ։ Դրեց երկրորդ ռեկորդը, չնայած որ ծնողները համաձայն չէին, շատ մեծ տանջանքով էր հասել այդ ռեկորդին։ Նորից գերազանցեց, ինքը շատ ուժեղ էր, կարող էր, ավելին կարող էր, նույնիսկ այդ երկրորդ ռեկորդի ժամանակ ավելին կարող էր, ծնողներն ասացին, որ հավական է։ Նրանց հետո ընդունվեց օլիմպիական դպրոց, բռնցքամարտի էր գնում, հաղթանակներ ունեցավ, շատ էր սիրում բանակը, շատ։ Մինչև բանակ գնալը ինքը էլի զինվոր էր, պատանի երկրապահ ջոկատում էր, ամեն միջոցառումներին մասնակցում էր, ապրիլյան պատերազմին մասնակից ա եղել։ Ծնողները տեսակցության էին գնացել, Միամիտ, այն Պորտկում, պատմել էր, որ 150 մետր շառավղով ես դիրքը պահել եմ մենակ, ինքը գնդացրորդ էր, իրա գնդացրով պահել էր դիրքը, մինչև որ կարծեմ առանց հրամանի էր այդքան արել։ Բայց որ տուն եկավ հարցնում էինք, ինքն ասում էր, որ պատերազմ չի եղել, ինչ եք խոսում։ Մի ամիս կես առաջ էր իրենց իր զորամասից որպես լավագույն ծառայող։ Ընտրել էին արտակին, ընտրել ուղարկել էին նախագահի հետ հանդիպման փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնի արդիվ։ Արտակը շատ ուժեղ էր, ֆիզիկապես օժտված էր, ֆիզիկական բնատուր ուժով, ինքը իսկական լույսազուն էր։ Արտակն է, սել իրա փոքր եղբայրն է, հաջորդ էջում կա Ժորանոցոր, հաջորդ էջն է, հեսը, իրա եղբայրն է։ Սա էլ ուրիշ վարժություն է, հա։ Հա։ Նույն վարժությունն է, ուղղակի ձեռը գցագույն։ Իսկ ոտինը մի ոտով հարվածում է, էլի։